Բրիտանացի մի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին տվեց շատ ցավոտ հարց։ Այս մարդը ինչ ասում է, Ադրբեջանի շահը գիտենք, ո՞րն է Հայաստանի շահը։ Պատասխանելու փոխարեն սկսեց կշտամբել։ Արդյունքում մի բարեկամ պատգամավորի կորցրել ենք։ Կասկածներ են հայտնում, որ այդ պատգամավորին դուք եք բզբզացել, որ այդ հարցը տա պարոն Մարուկյանը։ Չէ, քաղաքվանդարկյալների մասին ես խնդրեի, որ հարց տան։ Փաշինյանը խոստանում է կայունություն։ Ինչ ոտը դրել է վարչապետի կաբինետ, երկիրը անկայունությունների մեջ է։ Կրակոցներ չկան, պարոն Մարուկյան։ Որտեղ։ Սամանին։ Լինելու է հանգիստ, մինչև Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Էդմոն Մարուկյանը ինչ է ասելու բանավեճի ժամանակ։ Ապացուցում եմ, որ խաղաղություն չի բերեինք։ Մեր խաղաղությունը արդեն 1 ամիս 22 օրեկան է։ Փոքր երեխայա, որը կարա տաքություն տա, լուծ ընկնի, երբ է կնունքը, ով է կնքելու։ Դեսենք ամոջը կերեց դեմ կռիվա տալիս, չէ։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը, որպես կանոն շաբաթը թեժ էր եւ հագեցած, բազմաթիվ բաներ են տեղի ունեցել, բայց թերևս ամենակենտրոնական իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր ԵԽԽՎ-ի լիագումար նիստում, բավականին հետաքրքիր եւ վիճահարույց ելույթ էր, այնտեղ եղավ նաեւ հարց ու պատասխան, փոքրիկ սկանդալով, պարոն Մարուկյան, գնացինք։ Լուրեր են շրջանառվում, որ դուք դավադիր պետականականդ գործունեությամբ եք զբաղվում։ Հիմա մոտ կոնտեքստը բացատրեմ, որ մարդիկ իմանան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, իր ասելիքը ասեց, մի կողմ թողնենք լավ, որ դա պետության ղեկավարի ելույթի հետ կանել նման չէր, ոնց որ քաղաքակտիվիստի ելույթ լիներ, չգիտեմ, կրոնի պաշտամունքով ժողովրդավարության տեսքով, դա էլ դնենք մի կողմ։ Եղավ հարց ու պատասխան եւ բրիտանացի մի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին տվեց շատ ցավոտ հարց, բաց վերքի վրա ասես կրունգը դնելով, հարցրեց Զանգեզուրի միջանցքի մասին, շեշտադրելով, որ դա բխում է Ադրբեջանի շահերից, որն է այստեղ Հայաստանի շահը եւ այլն, եւ Փաշինյանը ըստ էության պատասխանելու փոխարեն սկսեց կշտամբել հիստերիկաբար այդ պատգամավորին, թե բա խես է տերմինը օգտագործում, ցույց տուր ինձ մի հատ թուղթ, ցույց տուր ինձ մի հատ փաստաթուղթ, որ Զանգեզուրի միջանցքի եզրույթը լինի։ Բնականաբար Վաշինգտոնյան այդ փաստաթղթերում նախաստորագրված այդ եզրույթը չկա, բայց այդ բրիտանացի պատգամավորը, եթե պատասխանելու հնարավորություն ուներ, կարող հղում աներ Իլհամ Ալիևին, ասել Իլհամ Ալիևի ամեն օրվա ելույթներում Զանգեզուրի միջանցք եզրույթը կա, բայց դա էլ դնենք մի կողմ։ Հայաստանում ինչ-ինչ խմբեր, որոնք իրենց հորջորջում են քաղաքասրակություն, կասկածներ են հայտնում, որ այդ պատգամավորին, բրիտանացի պատգամավորին, բրիտանական քաղաքական մշակույթից դուրս պրծած պատգամավորին այդ հարցը տալ հուշել է Էդմոն Մարուկյանը, որը ամենայն հավանականությամբ Եվրոպայում աշխատելու շրջանակներում առնչվել է Էդմոն Մարուկյանի հետ ընդհանուր, չգիտեմ, ֆրակցիայից հանձնաժողովում են եղել, իրար հետ աշխատել են, ես ինչեր են մշակել, չգիտեմ, այդ ամեն ինչից այդքան լավ չեմ հասկանում։ Դուք եք բզբզացել, որ այդ հարցը տա պարոն Մարուկյան։ Այսօր այդ առիթ ունեցել եմ լրագրողին պատասխանելու, որ եթե հնարավորություն ունենայի, լավ կամ ունեի հնարավորություն, լավ, ուզենայի, որ հարց տայի, անպայման այնպես կանեի, որ հարց տայի WhatsApp-ով։ Չէ, քաղաքվանդարկյալների մասին ես խնդրեի, որ հարց տան, բայց ես հույս ունեի, որ Հայաստանի դիմադիրները այդ հարցը կբարձրացնեն, եւ հետեւաբար ինչի պետք է այս բրիտանացի, ռումինացի, բայց ճանաչում եք այդ մարդուն։ Այո, այդ մարդը ես հանձնաժողովի փոխնախագահ եմ եղել, այդ մարդը անդամ եղել իրավական արդյոք հանձնաժողովի։ Այսինքն Ստեփան Սաֆարյանն է այդ իբր թե այս investigation-ը իրականացել, հետաքննությունը, եւ նա գրել է, որ ուսումնասիրել է այդ մարդու ռեզյումեն եւ իմ այն տարիները, որ մենք եղել ենք պասեում աշխատել ենք եւ որ հանձնաժողովներում եւ եկել են եզրահանգման, որ ահա կարող է որ Մարուկյանը երևի թե ասել է, բայց ինչ է արել Ստեփան Սաֆարյանը։ Նա սկզբից հայտարարել է, որ դա ադրբեջանական ռոպագանդիստ է։ Սկզբից։ Հետո խորացել է, տեսնել որ այս մարդը տոտալ հայամետ մարդ է եւ միշտ հայկական հարցեր է պաշտպանել, որպեսի խայտարակ չլինի, չնայած խայտարակ ամոթ չունեն, իրանք այդտեղ խնդիր չունեն, ու դու միշտ ասում ես որ իրանք ամոթ չունեն։ Եվ սկսել է գրել, որ չնայած այս մարդը, որ բոլոր հայկական հարցերը լոբինգ է արել, ինչպես կարելի է նման բան, իրականում այդ մարդը տվել է հարց, որը բխում է Հայաստանի շահերից։ Այդ մարդն ասում է. Պարոն վարչապետ, Զանգեզուրի միջանցք են ասում, հա, այդ միջանցքը, Զանգեզուրի միջանցք։
Եվ մենք գիտենք ով ասում դու արդեն ասեցիր Ալիև, Էրդողան, այնտեղ Տրամպը ասեց բանի ժամանակ հեղինակավոր միջազգային մամուլը։ Այո, ուղեղային բոլոր հեղինակալ ուղեղային կենտրոնները այդպես են կոչվում, որտեվ Ադրբեջանը այդ թեզը արդեն դրեց շրջանության մեջ ավարտել է։ Ավարտված է այդ թեզի։ Նիկոլ Փաշինյանը թողնա, չգիտեմ, պոլիտիկոյի գլխավոր խմբագրի վրա բունատ կա։ Թողնա գոռա իր վրա։ Բայց ասածս ինչն է, որ այս մարդը ինչ ասում է, Ադրբեջանի շահը գիտենք։ Որն է Հայաստանի շահը, ախպեջան, կարաս ասես, ասա, թող Փաշինյանն էլ այդտեղ ասեր, եղբայր, մենք իրանց միջանցք չենք տվել, նայ, բովանդակության անդադառնալ։ Իրանք կոչում են դա միջանցք, բայց դա միջանցք չի, եւ նույն պայմաններով մենք դի ճանապարհ ունենք, բայց Փաշինյանը գիտի, որ խնդրեմ ունի, գիտի, որ ինքը խնդրեմ է ստեղծել, գիտի, որ խորը եւ համապարփակ խնդրեմ ունենք մենք։ Ինքը կպել է այդ բառից, ասում է այդ բառը մի ասի, ես դատապարտում եմ ձեր այդ բառի օգտագործումը եւ երբեք չի դատապարտել այդ բառը շրջանության մեջ դնողին եւ նրա շրջանության մեջ դնելը, այսինքն Ալիևին, Թուրքիային։ Բայց հիմա այստեղ ուրիշ խնդրեմ կա։ Լավ, պատկերացնենք Ալիևը եկուց, ասում է Փաշինյան ջան, հորս արև էլ ես երբեք չեմ ասելու, Հեյդարի արև էլ ես չեմ ասելու, Զանգեզուրի միջանցք։ Բայց բովանդակային հողի վրա դա միջանցք կալնելու։ Մենք օքեյ ենք գնում դրա հետ։ Իհարկե։ Չէ, մենք նկատում ենք Հայաստանը, Փաշինյանը չէ։ Փաշինյանը բարձր ինքը ասում է մենակ այդ բանը մի ասի, մնացածը նորմալ է։ Հասկանում ես, այս խայտարակությունը եւ այդ, այսինքն նայ Ստեփան Սաֆարյանի այսպես կոչված think tank-ը, ուղեղային կենտրոնը, միջազգային ֆինանսավորմամբ, ասես զբաղված է ինչով։ Հայամետ падգամավորի վրա ցեղ շպրտելով ու դա էլ կապելով իմ հետ, որ ասենք այդ Մանմարոկյանն այնքան հզոր մարդը կարա բրիտանական պարլամենտի падգամավորներին բանանել, ասի ինչ հարստան, ոստան բան։ Կարամ անեմ։ Ու այդ նույն։ Նայ, կարամ անեմ, բայց չեմ արել, որտեղ ուզենայի անեի, պետք է ասեի Միքայել Սրբազանի եւ Սամվել Կարապետյանի մասին հարստան։ Բայց հույս ունեի, որ օպոզիցիան կանի, մեր հայկական։ Բայց օպոզիցիան ինչ որ ձայն չի ունեցել, չի գրանցվել, ձայնը չի ասել, ձայն չեն տվել, իրանք չեն ուզել, ինչ չի ստացվում ախպեր բան, հերիկա լաց է կարա։ Ուր եք ասել Ստրասբուրգ։ Խփեք ձեզ այդտեղ գոնե։ Ըստ այդ նույն սուբյեկտի բրիտանացի падգամավորը թեմայից բեխաբար է եղել։ Դուրջես, այնքան բեխաբար է, որ ասում է Ադրբեջանի շահը պարզա Հայաստանին է, որն է այդքան բեխաբար, հենց դա լավ, ախր այդ մարդը պրո-հայկական հարցատվ է։ Արա փոխանակ դու պրո-հայկական հարցը վերցնեք, ասեք շնորհակալ եմ, որ դու մտահոգված ես։ Բրիտանացի падգամավոր ջան եւ բրիտանական դիվանագիտություն։ Այսինքն մենք այդ օրը Փաշինյանի այդ հուննա-ձուննատի արդյունքում մի բարեկամ падգամավորի կորցրել ենք բրիտանական պարլամենտում եւ ԵԽԽՎ-ում։ Դրան գումարած ես գիտեմ, որ մնացածները ովքեր ու լսել են, ապշած էին ասում արա մենք ձեր համար, դու համար։ Այդ գիտես, ասում մենք քո համար, դու համար, չգիտեմ։ Հա, դու գիտես դա։ Դա շատ հայտնի հին։ Պարմանական գիտեք, ես ինչ եմ հասկանում։ Խորենացու ժամանակներից եկած ձևակերպում է։ Ես ընդհանրապես ինչ շատ են քննարկել այս թեման, բայց այտենց որպես ինչ-որ եզրակացություն Հայաստանի ներկայացուցիչները, Հայաստանի դիվանագետները զբաղված են ոչ թե դիվանագիտությամբ, ոչ թե Հայաստանի շահերը առաջ մղելով, այլ տերմինների դեմ կռիվ տալով։ Լսին, իրանք միշտ խաղում են երեկվա խաղը։ Այն խաղը, որ պետք չէ Զանգեզուրի միջանցք ասել բան, դա 4 տարի անցել է դրա վրա։ Ադրբեջանը մի քանի սերիա մեզանից առաջ անընդհատ։ Այսինքն իրանք բովանդակությունը վերցրել են, մենոնք դեռ ընդ տերմինի դեմ կռվում են։ Հա, բովանդակությունը թողած տերմինա կռիվ են անում, եւ այստեղ Դեկարտին հիշենք, էլի, ասում են, եթե մենք կարողանանք պայմանավորվել եզրույթների շուրջ, գոնե նշանակության դրանց, ապա կարողանանք աշխարհի կեսը փոխել, գոնե կեսը։ Այնքան անելուց հիմա Նիկոլ այդ քո ձևակերպումը Դեկարտի վերցնի եւ օգտագործի, ասի, քանի որ դա տենց բարդ բան է եղել, մենք է չենք կարողացել գանք համաձայնության։ Ինչ դարդ որ կարենային դա կամ բարդ բան է, որ եզրույթների շուրջ գոնե չնչին համաձայնության չեն ասել։ Չեք հաղթանակ տոնում, խաղաղություն տոնում։ Այս մարդը արդեն այնքան է adekvatությունը կորցրել, որ ասում է ոնց է ասում, մեր խաղաղությունը արդեն 1 ամիս 22 օրեկան է։ Հա։ Ու նա փոքր երեխա է։ Փոքր երեխա է, որը կարա տաքություն տա, լուծ ընկնի, գազիկներ ունենա, բայց ասենք պատգուզնիկը չփոխեք, չգիտեմ այնտեղ։ Ինչ է ինքը։ Հա, երեխա է։ Ինչ է ինքը։ Այդ ինչ է, ես ինչ է ասում։ Որ դա դե փոքր երեխա իր իմունիտետ չուներ, չի հասկացել, գնացեն գելա փոսը, հա։ Տենց վատ բան եղավ, վերջը լավ, ուզեմ ասեմ, ժողովուրդ,
իրականում շատ ծանր է վիճակը, որ ոչ լինում է հումորով արձագանքենք։ Ոչ, ես օրինակ այդ Ստյոպա Սաֆյանի գրած ինձ ուղարկում էին, չգիտեի ծիծաղ եմ, արձագանքեմ, հերքեմ, որ ես այդ պատգամորին բան չեմ ասեմ, հա, լավ եմ արել, ասել եմ։ Ուզում եմ հասկանամ, ես եմ գժանոցի մեջ, թե ընդհանուր մենք սա գժանոց ենք։ Դուք ջղայնացել եք կամ ծիծաղացել եք, մա շատ կարևոր կոնտեքստ։ Չէ, ծիծաղում եմ, չեմ ջղայնացել։ Ծիծաղացել եք, մա շատ կարևոր կոնտեքստ, ասեք, չեք որսացել։ Ինքը տվյալ սուբյեկտը ինչ կոնտեքստում էր դա գրել։ Պետականապաշտության, իբրև այ տեսեք։ Պետությունը պաշտպանի, չէ՞։ Հայոց ընդդիմությունը, օտարերկրացուն, նավոդկայա տվել, ցինկա տվել։ Որ սեփական երկրի վարչապետին նեղը գցող հարց տան։ Պատկերացնում եք ինչ պետականա տատը սենց կաներ։ Սեր այսինքն այդ եմ հասկանում, նայ ու նայ Փաշինյանը ինչ էլ տանը, նայ գնացել է մարդը ասել է դեմոկրատիայի բաստիոն։ Վերջին հաշվով Եվրոպայի խորհուրդը դեմոկրատիայի բաստիոն։ Հայաստանը չէ, բաստիոնը։ Չէ, Հայաստանը չէ։ Հետո Հայաստանը։ Եվրոպայի խորհուրդը հիմնադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, այդ արհավիրքից հետո, ՄԱԿ-ից էլ առաջ, հիմքում դրվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան եւ ունի 3 կարևոր հիմնասյուն. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասել է տեղ, իրեն ասում են արցախցիներն իրավունքներն վերադառնում, ասում են ես կարծում եմ նրանք պետք է մնան Հայաստան, իրատեսական չէ։ Այսինքն ինքը գնացել մարդու իրավունքների բազայում ասում է ես մարդիկ իրավունքներ չունեն։ Չպետք է ուզենան ունենան եւ չպետք է իրացնեն։ Ինք կարասեր, քանի որ ես չեմ զբաղվում իրանց հարցերով եւ նաեւ չեմ չզբաղվելով հանդերձ լուծարել եմ իրանց հարցերով զբաղվող Յակոմիսկի խումբը, չեմ կարող այդ հարցին պատասխանեմ։ Եթե ուզում են հակակած դառնալ, մենք սիրով կընդունենք կամ չեմ, չտես բանի, բայց ի՞նչ է ասում, էլի։ Ու այդ նույն ԵԽԽՎ-ը մի պատգամավոր ասում է, ինչ կարծիք եք Պաղեստինի հիմնախնդրից։ Բայց ասում մարդ, որը փակում է Ղարաբաղի հիմնախնդիրը, իրան ասում են Պաղեստինի հիմնախնդիրը, ասում է մենք աջակցում ենք նախագահ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը։ Ոնց Նիկոլ Փաշինյանը լուծարել է Յակոմիսկի խումբը, բայց Պաղեստինի հարցերով զբաղվում է։ Իմացեք, ձեզ բան պահեք։ Լավ, հասկանանք իրավիճակի լրջությունը։ Այս խաղաղությունը, որը տոնում են, դիմավորում են հրավառությամբ, օրերն են հաշվում նույնիսկ այս խաղաղությամբ, որքանով է լուրջ։ Ինչքան օրեր։ Մի ամիս 22։ Մի ամիս 22 օր, երբ որ սա եթեր գնա, արդեն կլինի մի ամիս 24-ը, մի ամիս 25 օր, արդեն ահագին բարթամացած կլինի։ Բայց բան Մարուկյան կնունքը։ Նորացին խաղաղություն։ Ո՞վ է կնքելու։ Դեսենք համոջակերից դեմ կրիվատալի, չէ։ Բան Մարուկյան, որքանով է սա լուրջ։ Ինչ եմ ասում, որովհետև ոնց որ թե կողմերը, որոնք ստորագրել են կամ նախաստորագրել են փաստաթուղթը, ոնց որ թե այդքանը լուրջ չեն վերաբերվում գործընթացին եւ գործընթացի վկան, այո, Դոնալդ Թրամփը ոնց որ թե չի կարողանում հասկանալ ի վերջո որ երկրների միջև է խաղաղություն հաստատվել եւ ի վերջո մոլորակի որ հատվածում են գտնվում այդ երկրները, անունները չի հիշում, մեկ ասում է Ադրբեջան, Ալբանիա, մեկ ասում է Հայաստան, Կամբոջա, հիմա էլ ղեկավարների անունները չի հիշում, Ադրբեջանի ղեկավարի անունը չհիշեց, ասեց Ադրբեջանի ղեկավար, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է the other boy, հա? The other guy. Գայ մյուս տղան։ Boy չասեց։ Ես գայ եմ հիշում, հա։ Ես չեմ լսել։ Նույնն է, սլենգա, ինքը այսինքն մյուս տղեն, էլի, ասեցի Ադրբեջանի պրեզիդենտն ու մյուս տղեն։ Զադա Գախսոն, լավ։ Չեմ հիշում ասենք։ Իմ համոզում սա լուրջ վերաբերմունք չի։ Բայց այն ինչ որ արվել է մեկ նպատակով, որ պետք է այս ժամանակը գլորեն գնան հերթական ընտրություններին, վերընտրվեն եւ այս ընթացքում բնականաբար Ալիևն ու Ադրբեջանը մեզ հանգիստ են տվել, ցենզուր չկա։ Այն պահանջները, որ ունեն հետ են դրել, սպասում են, որ վերընտրվի, որ կան ուզեն այդ ամեն ինչը։ Հիմա այդ ամեն ինչը հասկանալով մտածել, որ այսա լուրջ խաղաղություն է, կիսա լուրջ խաղաղություն է, բանա սա ուղակի մի process է, որով փորձ է արվելու, որ Փաշինյանը վերարտադրվի։ Հիմա Փաշինյանը գիտի ինքը ինչ անելու։ Դա շատ ֆունդամենտալ բան է։ Ինքը գիտի, ինքը ինչ պետք է անի, որ վերընտրվի։ Ընդդիմությունը գիտի ինքը ինչ պետք է անի, որ Փաշինյանը չվերընտրվի։
հակառակից եմ էլի գալիս։ Չեմ հիշում ով էր մի անգամ ասել, բայց շատ ճիշտ էր ասել, որ եթե Նիկոլ Փաշինյանը մի շաբաթ լուր մնա, ընդդիմությունը խոճապից կինքնալուծարվի, անելիք չունենա։ Չէ, նույն խնդիրը կա մեզանում։ Հիմա նայ մենք անդադ արձագանքում ենք իրան, չէ։ Հիմա եթե չարձագանքենք այն թեզերը, որոնք ադրբեջանական թեզեր են, որոնք որ պետականական են, դրվում են շրջանառության մեջ եւ տեղ են գտնում։ Արձագանքում ենք այդ թեզերը քարուքանդ են կանում եւ ժողովուրդը ճիշտը տեսնում է, դուսա գալիս անդադար սպասարկում ենք իր հարվածած գնդակի օրակարգը, լավ գնդակը անդադար ինքը գցում է այս կողմ մենք։ Մոնստերին կերակրում ենք։ Հա, եւ այս իմաստով նաեւ մարդկանց մենք պետք է ասենք, բնականաբար ինչ որ փուրից սկսած եւ չնայած ասել ենք տարբեր հաղորդումների մեջ, որ նաեւ ամեն մի բան, որ մենք քննադատում ենք, ինչ մենք կանեինք դրա փոխարեն, ինչպես կանեինք դա։ Օրինակ տես այս 3P եւ հրճակագրի մասով ակնհայտ էր որ հայմատության մեջ մենք նոյեմբերի 9-ով ավելի լավ պայմաններ ունեինք։ Մենք դու լավ պայմանները թողել ես, ավելի լավ ունեցած, գնացել ես ամենավատթարի հետևից, դեմոնիզացնում ես հետո հետադարձ ռետրոսպեկտիվ այն քո եղած լավ պայմանները, ոնց են հիմա Ղարաբաղը դեմոնիզացնում։ Դա թոք էր, խեղդվում ենք։ Դու դիմերնենք, դա համար տենց հանեցինք, գցեցինք։ Իդեպ նոյեմբերի ասեց, նոյեմբերի 9-ի մեջ էլ չկար Զանգեզուրի Միչանսկ եզրույթը։ Այո, որևէ տեղ չկա, գրավոր որևէ փաստաթղթում չկա։ Նաև կա Ալիևի հարցազրույցը, որտեղ ինքն ասում է, ծիծաղելով ասում է, գիտեք, ասում է, ես կարողացել եմ իմ խոսալով միջազգային մակարդակում ներդնել նոր տերմին Զանգեզուրի Միչանսկ, որն արդեն իրողություն է, որ ասում է, գիտեք, չէ, ստորագրված որևէ փաստաթղթում չկա, դա մինչև 3P ժամանակն է ասել, նոյեմբերի 9-ի ժամանակ էր ասում։ Ասում է, չկա ոչ մի փաստաթղթ։ Ալիևն ինքն է ասում։ Հասկանում ես, էս էլի մի քանի սերիա հետ մնալ Ալիևի նախաձեռնած այդ խաղից եւ էս այսինքն գիտես ի՞նչն է բանը, մտեք կարևոր բան կա էլի։ Արի մի բան ֆիքսենք, որ մենք չենք կարող Փաշինյանից եւ իր թիմից, որտեղ երկուսս էլ ներսում եղել են, գիտենք իրաց կարողությունները։ Ակնկալել ավելին եղբայր։ Անդ մարդիկ այդքանը կանան, ինչ եք ուզում այդ մարդկանցից։ Ժողովուրդ պետքա փոխել այդ մարդկանց եւ ակնկալել ավելին։ Իրանք սրանից ավել չեն կարանեն։ Իսկ սա ինչա որ արել են, սա ուղղակի Ադրբեջան ասել այս արեք, այս են արել, արեք, են արել, տենց հերթով ինչ ասում է, դա անում են։ Ուրիշ ոչ մի բան օրակարգ չեն սպասարկել։ Էսա։ Սա հիմա արձանագրում է ուշ, շուտ, միջանկյալ, կարող ավելի շուտ պետք է սա հասկանալ, կարող է հազա ինչ ուզում եք ասեք։ Բայց ակնկալ այդ մարդկանց ասել, ախպեր ջան, դու ավելի լավ, օրինակ ես այդ սկզբից այդ գիշեր ասում էի, դուք հասել եք Տրամպի մոտ, ավելի լավ գործարք կարող եք ստանալ Տրամպից։ Տրամպը քարոզարշավի ժամանակ արել է SSS հայտարարությունները քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում։ Դա ձեր համար կարևոր դուր բացող թեմա էր, բան։ Հա, բայց երբեք չի կարող այդ թիմը ստանալ։ Չեն կարող իրանք խոսան այդ հարցերով։ Իրանք չեն հասկանում այդ հարցերը։ Իրանք չգիտեն ինչ է անվտանգությունը։ Կամ ես ինչ որ եթերներում sense եմ անում, ասում եմ, օրինակ Ուկրաինայի փորձը, այն նրանք Ռուսաստանից ուզում են անվտանգային երաշխիքներ, մեխանիզմներ են ուզում անվտանգային, եւ ռուսները համաձայնվել են ստորագրելու պարագայում տալ նմանատիպ մեխանիզմներ։ Իսկ այ Հայաստանը Թուրքիայից Ադրբեջանից չի ստացել։ Սենց օրինակներ են բերում։ Ում հետ եմ մոտնում։ Ես չեմ ես խոսում։ Ես հասկանում եմ, ես որ ակնկալիք եմ ձևավորում ինչ-որ մարդկանցից, ումից որ չկա ակնկալիք, չեն կարող իրանք անվտանգային երաշխիքների կամ մեխանիզմներ, որտեղ չեն հասկանում ինչ անվտանգային երաշխիք։ Չեն հասկանում, արդեն չեն էլ ուզում եւ չեն էլ հավատում այդ ամենի հեռանկարին, իրանք, հա, բայց հավատում են այդ դաչաները ապրելուն մենակ։ Այդ Mercedes-ները որ դու ասում ես, որ նկարում են ոնց է Mercedes-ը գալի, Lexus-ը գալի, չգիտեմ, ոնց են իրանք ինչ-որ բան, մենակ դրան են հավատում։ Էդ է։ Եվ սահմանել մատ, չգիտեմ, ընթացք դեպի անորոշ վերացական արևոտ խաղաղություն եւ դրանից չեն շեղվելու եւ այնպիսի մի քայլ չեն անելու նույնիսկ պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, որ այդ ընթացքից շեղվի, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, նրա շահերը, նրա տարածքային ամբողջականությունը կզոհաբերեն հանուն այդ ընթացքի դեպի այդ արևոտ նպատակը։ Դե հիմա արդեն որի անունը դրել են խաղաղություն։ Արդեն զոհաբերելով գնում են, գնացել են։ Եվ ես ուզում եմ նաև այս շաբաթվա դեպքերից մի բան էլ քննարկենք, որ Միքայել Սրբազանի գործի մասին մենք շատ ենք խոսել այս ընթացքում, որ դատարանը արդեն իսկ վերդիկտ է հրապարակել, այսինքն մեղավոր է ճանաչել։ Նոր ընթացակարգն այդպեսին էլի, մարդիկ չեն հասկանում, որ ասում են, հենց մեղավոր ճանաչես, պետք է նաև պատիժը ասի, ոչ։ Հիմա ուրիշ ձև է, սկիզբ մեղավոր է ճանաչում կամ անմեղ։ Հետո ասում է
ինչ ա ուզում հանրային մեղադրող, այսինքն դատախազ։ Հիմա դատախազությունը պահանջել է 2.2.8 տարի, հա, ազատազրկում Միքայել Սրբազանի համար, որը հարցազրույց է տվել։ Հիմա սերի հայնակիցներ, լավ, մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը դառնում է, ասենք, arczepiskopos դատող վարչապետ, որտեղ այդ դատավորը, այդ դատախազը, այդ բանը, այդ սանկցիան պահանջող, բան սխալ է իրանց անունները տալ կարծես։ Ես արդեն որոշեմ, որ այդ անունները չեմ տալու։ Ես օրինակ դատանի առաջ հարցազրույց տվեցի, ասացի Նիկոլ Փաշինյանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին, վերդիկտ հրապարակե, հետո այն մի քանի օր անցավ, ասացի Նիկոլ Փաշինյանը պահանջում է 2.6 տարի ազատազրկում։ Ինստիտուտները գոյություն չունեն, այո, միայն Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ամսի 29-ին, քանի որ մենք նկարահանում ենք 29-ը չի, եւ այդ օրը մեր հաղորդումը հաջորդ օրնա գնալու, պետք է Նիկոլ Փաշինյանը ասի, թե 2 տարի 6 ամսից որքանն է բավարարում, ես կանխատեսում եմ 2 տարի կբավարարի Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ ստեղ մի հատ ուրիշ նյուանս էլ կա։ Որպես պատիժ էլի։ ԵԽԽՎ-ում նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ԵԽԽՎ-ին եւ եվրոպական մնացյալ կառույցներին Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հաստատման համար, ընդգծեց նրանց մասնակցությունը քաղբանտարկյալների գործերի վերանայման, արդարացման այդ կարևոր գործում, այդ թվում նաև իր ինքն չէ արդարացվել տարիներ անց է բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ 2008 թվականին ապօրինաբար կալանավորվել են, կտանքների են ենթարկվել, բռնության են ենթարկվել եւ այդ բոլոր գործերը վերանայվել են, մարդիկ արդարացվել են, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա արդյոք Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ տարիներ անց այդ նույն եվրոպական կառույցները արդարացնելու են նաեւ իր օրոք ապօրինի բանտարկված քաղբանտարկյալների գործերը, օրինակ այդ նույն Միքայել Աջապայանը, Սամվել Կարապետյանը արդարացվելու են։ Այսինքն ինքը հիմա փաստացի ունենալով քաղբանտարկյալներ գնում է այնտեղ քաղբանտարկյալների համար շնորհակալություն այդպես ցինիզմը, սա ծիծաղելի է եւ խայտարակություն։ Գիտես ինչի, որտեղ վստահ է, որ իր խորհրդանական ընդդիմությունը այդ հարցերը իր դեմը չի դնել, ու չդրեց։ Ու չդրեցին։ Այսինքն որ մեկը այնտեղ կանգներեցին ասել, դու քաղբանտարկյալներ ունես։ Հեյ, ինչ կա։ Հա, դու քաղբանտարկյալ ես։ Եվրոպական դատարանում գործ կա, որի հիման վրա քո գործը նորոգվել է եւ վճռաբեկ դատարանը քեզ արդարացրել է։ Բայց դու հենց հիմա դու arczepiskopos դատող վարչապետ ես։ Դու հայ ամենախոշոր, ամենամեծ բարերար մարդուն ապօրինի բանտարկել ես սովետի KGB-ի բանտում, որ իմպերիալիզմի դեմ պայքարում ես, ագիշերցել եք, սովետի դեմ, Ստալինի դեմ, պարլամենտում Ստալինի դեմ ինչ որ պայքար էր մղում 2 օր առաջ։ Հիմա ասածս ինչն է, որ այս իրավիճակում ինքը վստահ է, այսինքն այդ ցինիզմը, որ ասենք ինքը նույն բանն անում է ու ասում է, բայց այս sense բան է եղել, ման, այնքան վստահ է, որ ասենք իր դեմ ասող չկա։ Եվ абսուրդ է, էլի, ու այո, ես ուզում եմ շարունակեմ խոսքը, որ վստահ եմ, որ թե Սամվել Կարապետյանի գործը։ Եթե այդ գործերը իհարկե հասցնեն Եվրոպա, էլի։ Հա, հուսանք, որ մեր դատական համակարգչի, այսինքն պետք է հասնեն այդ գործերը Եվրոպա, որ այդ գործերով վստահ եմ, որ Հայաստանի դեմ վճիրներ կլինեն։ Հիմա կոնկրետ լավ արբիտրաժը հեծով արդեն վճիր ունի Հայաստանի դեմ, որ տնտեսական, հա, բայց էլի քաղաքական այդ process-ի արդյունքա, չէ։ Մենակ այդ արբիտրաժի որոշումը չեն կատարում, դրանով վնասում են Հայաստանի ներդրումային միջավայրին, ինչ անեն, թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա իրանք։ Ինչ ա եղել որ։ Ինքանն է իրանք իրենց աշխատավարձերը ստանում, պրեմիաները ստանում։ Եվ կարող է հակառակորդները լինեն բանտերում չեզոքացված եւ լուր են մնացել։ Այսինքն էլեկտորատ ունեցող մարդիկ կամ մարդիկ, որոնք կարող են էլեկտորատ մոբիլիզացնել, չեզոքացվում են։ Այո։ Եվ թողնվում են միայն ինֆանտիլ դեմագոգները մեծամասամբ։ Դե հիմա կարան այդտեղ օրինակ ինձ հիմա շատ են ասում, բա ոնց է ձեզ չեն բռնում, բասես բաներ։ Ժորժ ջան, ամենքի հերթներ իր չափով իր մասով կխասնի։ Այսինքն դուք մտածում եք, որ ով որ այդ պահին է վտանգ ներկայացնում, այդ պահին են չեզոքացնում, ուրիշ պահի է, ուրիշ պահի մեզ էլ ասենք գիշեր-ցերեկ իրանց սև քարոզչա մեքենան մեր վրա միացրած է։ Ես այդ հարցին պատասխանում մեր հարազատներից են տարբեր տեղերից գործերից հանում, տարբեր հետապնդումներ։ Էդմոն Մարուկյանը չենք թեմ կարում, բայց իմացեք։ Էդմոն Մարուկյանը միլիարդատեր չի, հեղինակավոր եկեղեցական չի, ռետորական արվեստին տիրապետող, Էդմոն Մարուկյանը քաղաքական գործիչ է համեստ ռեսուրսներով
Եվ որպայն սկսած Էդմոն Մարուկյանը վտանգ ներկայացրին, նրան քիչ զոքացնել։ Ես էլ ասես նայ ասում են, բա քանի որ քեզ չեն բռնել, ուրեմն քո բերած փաստարկը, որ Միքայել Սրբազանը կաղբանտարկել է, կամ Սարեն Սամվել Կարապետյանը, դա այնքան էլ տես չէ։ Ասում երբեք, այսինքն ձեզ թվում է, որ բոլորին բռնում են, նոր են բոլորն արձանագրում, որ կաղբանտարկել են, թե քիչ-քիչ են բռնում, հերթով են բռնում։ Այդ մարդկանց օրինակ ինչի՞ չեք ասում, երբ որ տես բան են ասում, այդ քո ուզածնել են, որ ինձ բռնեն, հա։ Չէ, այդ մարդիկ ովքեր գրում են, իրանց ուզածը դա որ ինձ բռնեն։ Չանկեղծ իրենք ասում են, ասում են, որ քեզ բռնեն։ Նու Պարզա Նիկոլի հետևորդներ են։ Բայց իրանք այդ փաստարկով համոզում են հակադրեն քո բերած փաստարկ։ Համ ասում են, այ լավ կլինի որ քեզ բռնեն, որովհետև դու իրականում կոնկրետ խանգարում ես մեզ։ Մենք մեր թեզերը ջարդում փշրում ես, լավ կլինի որ դել նստածել։ Լավ գանք ընդդիմությանը։ Ես մի քանի բաներով նկարագրեմ, թե հիմա ինչ եմ զգում ընդդիմության նկատմամբ։ Ձանձրույթ, հոգնածություն, սրտխառնոց չէ։ Ձանձրույթ եւ հոգնածություն նրանց թեզերից, այդ թվում նաեւ ինձ համար շատ հոգեարազատ գործիչներից, որտեղ արդեն հոգնեցուցիչ է ու ձանձրալի է։ Անդադ Նիկոլ Փաշինյանը անդադ ամեն օր, ամեն շաբաթ մի բան անում, այստեղից գալիս են նույն պատասխանները, նույն ռետորաբանությունը, նույն խոսքը ու արդեն բանը դիմանալու չի։ Նոր action-ա պետք է։ Այ ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որը պարլամենտում է, չի կարող նոր action ցույց տալ, որովհետև քաղաքական մտքի սով կա։ Այդ սովը բան չի, այդեն սորական բան չի, ինքը հնարավոր չի ուրիշ ձևի փոխել իրան։ Աճելու, զարգանալու հարցը հիմա այդ մարդկանցից էլ նույնը ոնց որ Նիկոլից պահանջելու բան չկա։ Նաև նրանցից պահանջելու բան չկա։ Կարծես որտեվ այդ մարդիկ այդքան կարան անեն։ Իրանք ընդդիմություն կարող են այդքան։ Լավ, իրանք կարան անդադ Նիկոլն ասեն հրապարակի 19 պլանը։ Հա, ինչ կլինի հրապարակի։ Այդ դեպքում ինչ կլինի իշխանության հետ, եթե նա հրապարակի 2019 թվականի կարգավորման պլանը։ Ես գրազ եմ գալիս ցանկացած մարդու հետ։ Այնտեղ ինչ կա որ չգիտենք, որ ոչ մի բան չի լինի, որովհետև այնտեղ ինչ որ կա, արդեն այնքան այդ ծամված, այնքան ամարսված, այնքան բոլորը գիտեն, այնքան դրա մասին խոսացվել է։ Եվ այդտեղ որևէ բան չկա։ Բայց կարճել դրանից որ այ դու, այ հենց դա հրապարակի կպայթի իշխանությունը, բան դա ասենք հայ ժողովուրդը չհասկանալ ուղղակի իրողությունները։ Հայ ժողովուրդը որպես հավաքականություն իրազեկված է, որ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին մերժել է կարգավորման պլան եւ դրա արդյունքում եղել է պատերազմ։ Ես կարծում եմ հայ ժողովրդի այն հատվածը, որ քաղաքականությամբ հետաքրքրվում է եւ հետևում է, այո։ Եվ հիմա դա կլինի փաստական հիմք։ Ինչ պետք է անես որ փաստական։ Եվ ցույց տալու համար, որ այս մարդն է փլուզել։ Հա, շատ լավ։ Ինչա փոխվել դրանից։ Ոչ մի բան ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ։ Այդ հարցը մարսված է։ Հասկանում ես, ընդդիմությունը կարճել է մի հարցից, որը այլևս Նիկոլ Փաշինյանը մարսել է։ Անիմաստ ինքը թղթերը հաստատ հրապարակելու է ինչ-որ բայի։ Ու դրանից հետո էլ ասելու եկեք դե բանավեճի։ Ու էլի չեն գնալու այդ բանավեճին։ Ես իրան հրավիրում եմ բանավեճի ամեն օր Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի։ Որ օրը որտեղ ուզում է, հետը պատրաստեմ բանավիճեմ, թող գա ինձ հաղթի բանավեճում։ Ես հրավիրում եմ քեզ Նիկոլ բանավեճի, արի իրար հետ բանավիճենք։ Պարոն վարչապետ, ո՞նց է ուզում։ Արի իրար հետ բանավիճենք։ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչյանին, Սերժ Սարգսյանին թող արի մենք որպես լավ նոր քաղաքական սերունդ մենք էլ բանավիճենք։ Լավ, Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան ամեն օր խոսում ենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց միջավայրը այդ հարցն են բարձրացնում։ Հրապարակի 19 թվի պլանը։ Էդմոն Մարուկյանը ինչ է ասելու բանավեճի ժամանակ։ Էդմոն Մարուկյանն ինչ ասել։ Էդմոն Մարուկյանն ասելու է, որ դու չունես առաջարկ հայ ժողովրդին, դու պետք է հեռանաս։ Ոնց է չունեմ, բա խաղաղություն։ Ես ապացուցում եմ, որ խաղաղություն չի բերեինք։ Ես ցույց եմ տալիս փաստորեն խաղաղություն չի բերել։ Ես ցույց եմ տալի, որ ինքը համաձայնել է Ադրբեջանի այնպիսի հոդվածներին, որոնք իր հրճակած կարմիր գծերը ոտնահարում են, եւ այդ կարմիր գծերը մինչեւ այսօր ես պահում եմ, նայ, ինքը չի պահում։ Ինքը չի պահել։ Եվ դրա համար էլ մեր ճանապարհները վաղուց տարանջատվել են։ Հիմա ասած ինչն է, այսինքն իր այդ քննարկել անցյալի բանի մասին, որ դու 19 թվին, հա, օքեյ, 21 թվին մարտիկ ոչ մեկը չգիտեին, որ այդ պլանը մերժել է, դրա համար պատերազմ է, որտեվ ինքը չէր ընդունել։ Հիմա ինքը պրիզնատա եկե, չէ՞։ Իրողությունն է փոխվել, բայց արդեն դա մարսվել է կարպիս։ Դա չի առաջացնելու
զանգվածներ, մարդիկ չեն դուրս գալու փողոցների գետերի պես գնան ասեն, որովհետև ինքը դրա համար նաև ունի իր բանը։ Մի քանի սոուս ուներ, հիմա նոր սոուս ա բերել ձեր համար։ Այն որ ստեյկը բերեմ են սոուսա չէ՞ լմետը։ Հիմա ասում եմ որ համաձայնվեինք, մենք դա քննարկել ենք, բայց չեն քննարկել, դες բան չկա։ Համաձայնենք, անկախությունը կվնասվեր։ Իսկ այն ժամանակ ասում եմ ես ինձ չէի կարող համոզեմ, որ այդ զիջումները ճիշտ էր։ Այն ժամանակ Նիկոլն ասում էր ես ինձ չէի կարող համոզեմ, որ զիջումները ճիշտ էր։ Ես ոնց գայի ժողովրդին համոզեի։ Եվ որ յան ասում էին ախպեր դու լեգիտիմ էիր, դու կարայիր գայի ժողովրդին համոզեիր գնայր այդ զիջումները չներ, բայց ասում ախպեր ես ինձ չէի կարող համոզեմ։ Ճիշտ է ասում, որտեղ ինքը այդ ժամանակ դաշնակներից սուր ավելի ոչ մի թիզական էր կամ ոնց է դա ձևակերպ։ Ես ամեն անգամ այս միտքը ուզում եմ քննարկման առարկա դարձնել, բայց ոնց որ մի լավ չեմ հիմնավորում։ Խնդրեմ, ասա հիմնավորենք։ Դες դուր է գալիս, դուր չի գալիս, ինչ դուր է գալիս, ինչ դուր չի գալիս։ Տնենք մի կողմ այդ ամեն ինչը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ինչքան էլ դուք դեմն եք դրան։ Ներկայացրել այն շորմատ նարատիվների փաթեթ։ Այս է դե ասում ինքը առաջարկան է, ասում սա խաղությունն է։ Եվ պլան։ Հա, որի դեմ չկա ուշքու դիմադրություն եւ ոնց որտեղ առանձնապես չնել վիճարկում ընդդիմության ճամբարից ես չեմ տեսնում վիճարկման փորձեր եւ ընդհակառակը ես լսել եմ հայտարարություններ որտեղ ասում են որ հա մենք քննադատում ենք մենք շատ բաների դեմ ենք բայց նաեւ եթե գանք իշխանության պատասխանատվություն կստանանք արդեն իսկ կնքված փաստաթղթերի համար հասկացա կով ասել չէ հասկացա հիմա լսի դրա համար մինչեւ իշխանությունը փոխել է իմ ու քու նման մարդիկ հազարավոր մարդիկ հիմա մեզ դիտում են նաեւ այդ մարդիկ ովքեր մեզ դիտում են բոլորով իրար հետ են դա անելու պետք է սկզբից փոխեն ընդդիմությունը որի process-ը վաղուց մեկնարկված է որ մենք եթերներում ձեզ ուզենք տալի որ ընդդիմությունը դատար կա ու նայն է դա դրա մասին է այսինքն մենք սկզբից պետք է փոխենք ընդդիմությունը որից հետո ավտոմատիկ կերպով Նիկոլ Փաշինյանը գնալու է տուն ես ձեզ բացատրում եմ ինչն է այստեղ հարցը այսօրվա Հայաստանի ընդդիմությունը ինքը իրողությունները հաստատող ընդդիմություն ինքը սպասում է Փաշինյանը գնում է Ամերիկա թուղթ ստորագրում միակ ասում են այո դա իրողություն է դա իրողություն է ես հազար անգամ ասել եմ որ մենք կարանք դա վերաբանակցենք մենք չենք ընդունում այդ իրողությունը մենք իդեպ միակն էինք որ մենք ասեցինք որ մենք չենք հանդուրժում ապա մենք համերաշ չենք ես չեմ հիշում էլ մարդ որ ինքը հասես համերաշ չէ մնացածն ասում են դե արդեն ստորագրել է դե պետք է անենք ասեն հայ-թուրքական սահմանի կողմ ենք որ բացեն այո կողմ ենք հաուցյան բանի կողմ ենք ստորագրել այո կողմ ենք ամեն ինչին կողմ ենք դենա Նիկոլանը մագնացեք ձեր տներով ձեր գործերին եղեք ինչ կողմ է բարթացնեմ իրավիճակը լինում է իշխանապողություն Էդմոն Մարուկյանը դառավ վարչապետ դառավ հիմա գնում եք նույնիսկ Վաշինգտոն Թրամփին ասում եք այն ինչ որ խոսացվել է լավ չի խոսացվել նորից խոսանք նայ հա նայ մի րոպե նախ այդ մեծ հարցը դա եփա Թրամփն է թե Թրամփը չի օրինակալի եւ ինչի է Թրիփը ուզում ասել որ Զանգեզուրի միջանցքը Թրիփով անցնում է Թրիփը անցնում որտեվ գիտի այդ Թրիփը ԱՄՆ մյուս ադմինիստրացիայի օրոք չի լինելու բայց Զանգեզուրի միջանցքը ինքը միշտ կարող ասի ինչի որտեվ Թրամփի անունով բան այն մյուս ադմինիստրացիան չի պահելու հասկանաս չի պահելու հիմա տես ինչա տեղի ունենում Էդմոն Մարուկյանը երբ հասկսում դրանով խոսա դա սա շատ կարևոր է որտեվ ինձ օրինակ մի տարի առաջ ասում էին նոյեմբերի 9-ը նա օրա դեռ իրագործել ասում էի տեսնում եմ հնարավորություն հասկանում ես այսինքն ժամանակը timing is everything դու ինչ timing-ում ես այդ հարցնում ինչ timing-ը այն պահին որ կլինի դա կլինի Թրամփը Պաուլ Ալիևասի գնա չեմ խոսում քո հետ թող ասի դա կլինի ԱՄՆ նոր ադմինիստրացիան դա կլինի Ալիևը Ռուսաստանի ղեկավարը չեմ խոսում քո հետ Իրանի ղեկավարը Նիկոլետ արդեն պայմանավորվել եմ չեմ խոսում քո հետ այդ պայնով է Նիկոլել օպոզիցիոն խմբակցության ղեկավար պատրաստ չեմ բերել պատրաստ մենք բերելու տենց էլ դե դա իշխանության քարոզությունն է որ պատերազմ եք բերելու ինչ գանիանք ասեն որ այ օրս չանենք պատերազմ կբերենք բերել են պատերազմ ես չէ ես հասկանում եմ ինչ ես ասում դու ինչքան իրանք ասել են պատերազմ կբերենք բերել են պատերազմ պատկաստ մեկ եթե ես իշխանական պատգամավորն էի ոնց կհիմնավորեի իրանց թեզերը հիմա հիմնավորեմ Ալիևը ասում է մի բան չի նահանջում գալիս է նոր ղեկավար չեղարկում է բոլոր հին պայմանավորվածությունները ասում եմ մի բան որ Ալիևի համար է անցնելու իր թեզերի համար է անցնելի ասում է քո հետ չեմ խոսում դուք էլ ասում եք հա եսա չեմ խոսում գնաց տեղից ընդհանրապես տևական ժամանակ իրար հետ չեք խոսում եւ այդ չխոսալը եւ այդ ճգնաժամը բերում է բախման ինչ բախում սահմանային բախում ինչի համար այ դու Ղարաբաղից դուրս ես եկեք հարբիս դու Ղարաբաղը չես պահում
Դու Լաչինի միջանցքով չես անցնում։ Սահմանը Դու Ադրբեջանից որևէ բանով կախվածության մեջ չես։ Դու Ադրբեջանից այս պահին ոչ մի բանով կախվածության մեջ չես։ Այն ժամանակ այդ կացումը պատրվակ դժվար է գտնել։ Դժվար է պատրվակ կարելի է անընդհատ գտնել։ Իսկ քեզ ով է ասում դու լինես այդքան բան տրամադրված նրան, որ օրինակ դու պետք է վախենաս այդ պատերազմից։ Որ պահին, որ դու պատրաստ կլինես պատերազմի, այդ պատերազմը չի լինի։ Բայց դու անդադ վախենում ես անդադ պատերազմա լինելու քո հետ։ Քեզ անընդհատ պատերազմի տերորով անել են տալու ամեն ինչ։ Եվ այդ նույն փաստարկներով, լավ, ասենք թե այդ փաստարկը լեգիտիմ է։ Դե քիչ է Երևանը տալիս իրանց։ Մարդիկ հայտարարում են, որ կոնդը թաղամասը ադրբեջանական է, մենք քանդում ենք ադրբեջանական մշակույթը։ Քիչ է կոնդը իրանց տալի, պատերազմ կլինի։ Տվեք։ Քիչ եք տալի։ Գնաց Տավուշ ու ասեց, տեսեք, այս 4 գյուղերը պետք է տանք։ Այնա զապիսը կա կարած նայես։ Եթե չէ եկուս պատերազմ ան, ասավ եկուս կամ այս շաբաթվա վերջ, մոտավորապես կոնկրետ կամ ասավ եկուս կամ ասավ շաբաթվա վերջ։ Ու ասավ գալու եք Երևան վազելով փախած։ Ու ասեք sense-նից։ Հասկանում ես, մարդ, որը պատասխանատու է այդ մարդկանց անվտանգության համար, որը պիտի այդ մարդկանց վրա չկրակեն, ոչ թե զիջումներով, այլ պաշտպանի այդ մարդկանց, որը պետքա բանակ ղեկավարի, հա։ Ինքը ասում ապեր պատերազմ անը, դուք վազելով գալու եք։ Լավ, պարոն Մարուկյան, դες բան լսել եք։ Մենք ունենք ապացուցողական տվյալներ։ Ամբողջ 2024 թվականին եւ 2025 թվականի այս ամիսներին արդեն կես անցավ, որ կրակոցներ չկան։ Եվ քաղաքականությունը տալիս է իր պտուղները Նիկոլ Փաշինյանին։ Եվ ես ասացի, լինելու է հանգիստ, մինչև Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Հետո գալու են, պետք է ուզեն անկլավները։ Անկլավները տալու ես, հետո տալու ես ստրատեգիական ճանապարհները, երկիրը խուզելու է։ Եվ հայ ժողովուրդը է դա ուզում։ Հայ ժողովուրդը չի ուզում երկիրը խուզի, դա սուտ է։ Չի ուզում Մարուկյանն ու Կարպիսը գան բերեն ցնցումներ։ Սուտ է։ Ես այն օրը մարդիկ եմ տեսել։ Հա, ես այն օրը մարդիկ եմ տեսել, ովքեր ես ինչ էին ասում։ Որս ապշած էի։ Ասում են, պարոն Մարուկյան, չի կարելի բանակը տարու քեզ դարձնել։ Տղամարդիկ։ Տղա երեխաներ ունեցողներ։ Բայց դուք մեկ ժողովրդին բան եք ամ, դասի ժողովուրդը տեսնում է, չէ՞, օրինակ Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, ապօրինի բանտարկված են։ Մարդասպաններ, թալանչիներ, գողավազակներ, բիզնեսները ճախրում են, միլիարդներ են աշխատում, որը ում պետքա սպանում են, ոնց պետքա չեն դատվում։ Ժողովուրդ տեսնում է, չէ՞ դա ինչ։ Դու ասես մարդիկ, ասենք մտածում ես մարդիկ բան են, էլի տենց լրված են, մտածում են հա դե լավ էս ասֆալտն է, ասֆալտով բավարարում։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է կայունություն։ Դուք խոստանում եք անկայունություն։ Բացարձակապես Նիկոլ Փաշինյանը ինչ ոտը դրել է վարչապետի կաբինետ, երկիրը անկայունությունների մեջ է։ Իմ նման ստաբիլ մարդ է, լսի, իմ նման ստաբիլ մարդ է, հանգիստ, հանդարտ, առանց ջղաձգումների, կշռադատված, ամերիկյան կրթություն ունեցող։ Ոնց կարա կայունության համեմատվի, ասենք, այս քաոսի հետ։ Ճշգրիտ։ Ինչ որտեղ է կայունությունը բերել։ Տնտեսական շուկայում է կայունություն։ Որտեղ է կայունություն։ Կրակոցներ չկան, պարոն Մարուկյան։ Սահմանին։ Եղբայր սահմանին կրակոցները գիտենք թե չկան։ Ինքը Հայաստանի ապագան զիջել է այդ փաստաթղթով եւ դրա դիմաց ստացել է վերընտրվելու մի հատ շանս։ Այդ ընտրվելուց հետո ես ասում եմ, այո, որ դուք ձեր ստրատեգիական ճանապարհները տաք, որ դուք ադրբեջանցիներին բերեք բնակեցնեք ձեր երկրում, ձեր տները տաք ադրբեջանցիներին, հակառակոցներ չի լինի։ Բայց դուք ի՞նչն եք նախընտրում, ինչ եք դուք ուզում։ Դուք ուզում եք պետություն չունենալ։ Ադրբեջանը մեջից ունի վախեր։ Եվ մենք Ադրբեջանի դրությամբ շենք ուզում մտնենք։ Եվ անդադ ինչ-որ դավադիր իրականություն ենք կառուցում, որտեղ Ադրբեջանը ուզում է մեզ ոչնչացնի, բայց միգուցե Ադրբեջանը ունի իր վախերը եւ իր ստրախովկաները։ Լսի, Ադրբեջանը մեզանից վերցրել է ճանապարհ, որը բացարձակապես իրան պետք չի։ Եվ վերցնելու այլի ճանապարհներ, որը էլի իրան պետք չի։ Այսինքն կարծել, որ իրանք տես խաղաղ իրանց համար ապրում են, ոչ մի խնդիր։ Այսինքն դուք հայ ժողովրդին խոստանում եք հավերժական պայքար։ Ոչ, ես հայ ժողովրդին խոստանում եմ իր ինքնասիրությունը պաշտպանող պետություն, մեջքը ուղղած հայ ժողովրդի ինքնասիրության խնդրեմ ունի հիմա։ Այո։ Բանակ, որը կլինի նորմալ միջազգային չափանիշներով, լուրջ բանակ, որի վերաբերյալ զինվորականները դենք ունեցեք քննարկումներ, Սամվել Բաբայանը ունի լավ ծրագիր, նույնպես չի որ մենք ինչ ասում ենք, մենք մեզանից ենք հնարում։ Չնայած նա որ բանակ տեսել ենք, ծառայել ենք եւ այլն, բայց ուզում եմ ասել, որ բանակդ կրճատես, զենք չառնես, ռազմական բյուջետ կրճատես, Ադրբեջանը բանակը մեծացնի, ռազմական բյուջեն մեծացնի։ Էլի միտքը չեմ կարողանում լավ հասցնեմ։ Այդ ինչ որ ասում եք, ենթադրում է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի շարունակություն։ Ոչ, դու լսեցի որ այս ընթացքում ասեմ, մենք որ գանք Ղարաբաղը պետքա հետ բերենք։ Դա է կոնֆլիկտը։
Դու լսեցի որ ես ասեմ մենք որ գանք պետքա բան անենք հարցակվենք Ադրբեջանի վրա։ Էլ ինչ պետք է անենք որ Նիկոլ Փաշինյանը չի անում, էլ խեք գալիս։ Նիկոլ Փաշինյանը չի անում, չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը։ Բայց իր տեսանկյունից լավ է պաշտպանում, հա։ Չէ, իր տեսանկյունից ինքը պաշտպանում է իր իշխանության շահերը, որ ինքը մնա։ Բայց այն զիջումները, որ ինքը արել է, դա նաև վտանգել է իր իշխանության։ Դե արդեն արել է, ոնց որ անդառնալի չի։ Չէ, որովհետև այդ զիջումները դեռ մի մասը հիպոթետիկ թղթերի վրա են եւ հողի վրա իրագործված չեն, մի մասն էլ reversible են, այսինքն կարելի է հետ պատտել առանց պատերազմի։ Թրիպը կարանք չեղարկենք։ Թրիփ ինչ է կարպիս։ Հատուկ ռեժիմով ճանապարհ։ Միջանցք է տվել։ Շատ լավ։ Թրիփը ոնց է բանակցել։ Ինքը գնացել Ամերիկայում ստորագրել է։ Այդ փաստաթուղթը Հայաստանի համար պարտադիր իրավաբանական ուժ ունի։ Հայաստանի պարլամենտը այն վավերացրել է։ Այս կան քաղաքական իրողություններ։ Շատ լավ։ Թրիփից ոչ մի բան իմպլեմենտացված չի։ Որտեվ նախագահ Թրամփը չգիտի այդ ինչ process է։ Այդ մարդուն ասել են մենք իրար հետ այս տեքստի հետ համաձայն ենք։ Դու որպես վկա կստորագրես, ասել է հաստորագրել է։ Այդտեղ բնականաբար իսրայելական լոբինգը աշխատել, ամեն ինչ աշխատել է։ Այսինքն մեր լոբինգը չի աշխատել։ Հետևում է, որ այդ ճանապարհը այլևս միջազգային հարաբերությունների անքննելի առարկա է, ոնց որ պարտադիր պետք է լինի, հա։ Շատ լավ։ Եթե պարտադիր պետք է լինի, Հայաստանը դրա դիմաց պետք է բան ստանա։ Չի կարա Հայաստանը իր տարածքից բան զիջի ու ոչ մի բան չստանա։ Լավ, չի կարա։ Եթե պետք է լինի այդ ճանապարհը, լսի։ Մենք պետք է նույն պայմաններով ճանապարհներ ստանանք։ Ոչ միայն որ գնանք Մեղրի, մենք Մեղրի գնանք ու ճանապարհ ունենք։ Եթե Փաշինյանը պլաններ ունի որ Մեղրի ճանապարհներն են կորսուն, այդ ուրիշ հարց է։ Դա գիտեմ ինչի մասին է։ Ոչ միայն դեպի Մեղրի, այլ ուրիշ ճանապարհներ, որը գնում է ուրիշ երկրներով։ Հոտենում ենք ավարտին պարմանական։ Ես եմ լավ Նիկոլական թե Կոնջորան Հայկը։ Ես քեզ չէի հա։ Ես քեզ։ Այդ որ բանը մենք ենք մեր սարեմ ասում այդ քեզանից բան ոնց ասեմ մեղադրյալ դուրս չի գա քեզանից մեղադրյալ դուրս չեմ կարա ԿՊ պատգամավոր լինեմ չես կարա հասկաց այսօր վերջ այսօր կարծում եմ վերջ սիրելի հայրենակիցներ մենք զգում ենք որոշակի տեմպը նվազել է ալիքին միանալու դիտումները չէ դիտումները դե դենց եթերից եթերա բայց ուզում եմ ասել որ ակտիվ եղեք որովհետև ձեր ակտիվությունից է կախված թե ձեր տան դրան դիմացի հարևանը ով կլինի ուշադիր եղեք Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը